Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Ներքին գործերի նախարարության կրթահամալիր, հետևելու քրեական ոստիկանությունում և համայնքային ոստիկանությունում ընդունելություն մրցույթի հարցազրույցի փուլին։ Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին ներկայացրել են հարցազրույցի անցկացման կարգը, թեկնածուների ընտրության ու գնահատման չափորոշիչները։ Ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պատրաստվածության համալիր ստուգման փուլերը հաղթահարած 237 դիմորդներից 155-ը դիմել են համայնքային ոստիկանությունում, իսկ 82-ը քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար։ Հանձնաժողովների կազմում ընդգրկված են քրեական և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը, ներքին գործերի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև հոգեբաններ։ Այս կազմը թույլ է տալիս, որպեսզի բազմակողմանի գնահատվեն դիմորդի կարողությունները, գիտելիքները, ունակությունները, կոմպետենցիաները, ինչքանով են դրանք համապատասխանում ակնկալվող աշխատանքի որակին և արդյունքին։ Հանձնաժողովի անդամները նախապես հաստատված հարցաշարերի միջոցով ստուգում են դիմորդների բարևարքությունը, հոգեբանական նկարագիրը, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու, ինքնատիրապետման, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։ Մասնագիտական մոտիվացիան տարբեր հարցերի միջոցով մենք կարողանում ենք բացահայտել։ Առաջին հերթին անձնային առանձնահատկությունները անհատի պետք է բացահայտենք եւ խաչաձև հարցերի միջոցով մենք կարողանում ենք դա անել։ Ընդունելություն մրցույթի շնորհիվ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների համար ստեղծվում են մասնագիտական աճի, այլ ծառայություններում իրենց փորձը կիրառելու եւ առաջխաղացման նոր հնարավորություններ։ Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կրթահամալիրում կանցնեն հատուկ վերապատրաստում եւ կնշանակվեն համապատասխան պաշտոնների։ Փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկայ էին շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Արսեն Մկրչյանը։ Նշելով, որ Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունն էապես նպաստել է Փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը, Կամո Ցուցուլյանը կարևորել է նոր նախաձեռնությունների հնարավորությամբ համագործակցության շարունակականությունը։ Պատվիրակության անդամներ հիդրոթերապևտաբանության գծով խորհրդատուներ Հալեհ Քուվայթը, Վլադիմիր Ցիրկունովը եւ քաղաքաշինության մասնագետ Նորա Միրզոյանը ներկայացնելով Համաշխարհային բանկի առանցքային ծրագրերը ընդգծել են, որ դրանցում առանձնահատուկ կարևորություն է տրվել հիդրոթերապևտաբանության կլիմայական եւ վաղ ազդարարման համակարգերի կատարելագործմանը։ Որպես վաղ ազդարարման եւ ռիսկերի կառավարման համակարգի առաջնահերթություն քննարկվել են կարողությունների զարգացման արդյունավետ կառավարման եւ միջգերատեսչական համագործակցության ամրապնդման հարցեր։ Անդրադառնալով հիդրոթերապևտաբանության ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզով նախատեսված գործողություններին, առանձնացվել են այն առաջնահերթությունները, որոնք ուղղված են կլիմայական ռիսկերի պայմաններում Փրկարար ծառայության եւ այլ գերատեսչությունների միջև վաղ ազդարարման, ինչպես նաեւ հանրային իրազեկման ապահովմանը։ Ընդգծվել է, որ այդ գործողություններն առանցքային են ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու եւ բնական աղետներին դիմակայելու կարողություններն ամրապնդելու համատեքստում։ Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ ժամանակակից համակարգերի զարգացումը կնպաստի ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, միաժամանակ ապահովելով դիմակայուն առաջընթաց։ Դեկտեմբերի 10-ին ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցում էին գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար, Փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ տարբեր գերատեսչությունների մասնակցությամբ քննարկումներն անչափ կարևոր են համատեղ լուծումներ գտնելու համար։ Նրա խոսքով աշխատանքային խմբի առաջնահերթ խնդիրներն են տեխնածին երևույթների ռիսկերի նվազեցումը, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացման ուղղված արդյունավետ միջոցառումները։ Աղետների ռիսկի արդյունավետ կառավարումը պահանջում է շարունակական եւ համակարգված աշխատանք, արագ արձագանքման հմտությունների կատարելագործում ի նպաստ հանրության անվտանգության ապահովման, ընդգծել է Կամո Ցուցուլյանը։ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է ընթացիկ տարում Փրկարար ծառայության աշխատանքներն ու ուսումնասիրությունների արդյունքները։ Քննարկվել են հրդեհների առաջացման, կանխարգելման եւ վերահսկման խնդիրները, մասնավորապես արտադրական
տնտեսական եւ պահեստային տարածքներում, հասարակական օբյեկտներում, մարդկանց զանգվածային կուտակման վայրերում, ժամանցային կենտրոններում, անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաեւ վերջին շրջանում աղբավայրերում հաճախակի դարձած հրդեհների բնույթին ու վերահսկման մեխանիզմներին։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերը, բարձրաձայնել առկա խնդիրներն ու առաջարկել ոլորտային լուծումներ։ Քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա որոշվել է համակարգային խնդիրների նկատմամբ կիրառել համալիր մոտեցում, ինչպես նաև համատեղ աշխատանքների արդյունավետության նպատակով հստակեցնել եւ կատարելագործել համագործակցության գործիքակազմը։ Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է Սիգի արդյունագործական որսը, եւ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը։ Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները։ Դեկտեմբերի 11-ին ժամը 9:45-ի սահմաններում Կարճախբյուր ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական 2 նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին ժամը 6:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կիլոմետրին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կիլոգրամ քաշով 155 սիկ։ Վարորդն ու մեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 14-ին ժամը 11:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած VAZ-2109 մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած Opel-ը, որի սրահում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։ Դեկտեմբերի 15-ին գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում վաշտի ծառայողները Ծովագյուղ շորժահատվածում հայտնաբերել եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի։ Նրա ռետիներ նավակում կար 40 հատ սիգ եւ 9 հատ կարաս տեսակի ձուկ։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Որսի արգելքն ինքնանպատակ չէ, ուստի կոչ են կանում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին սպասել մինչև Սիգի որսի արգելքի ավարտը։ Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարի կայուն վերականգնմանը։ Դեկտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 151 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 147 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 220, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 35, ճամրակապված վարելու 584, առանց մանկական նստատեղի քարսիթի 12, վարելու ընթացքում ծխելու 383, վարելի սեռախոսից օգտվելու 252, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 55 եւ 1588 այլ իրավախախտում, 140 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի 195-ը տեխնիկական զննություն չանցած, 104-ը լուսարձակների անսարկությամբ, 127-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 129-ը առանց ձմեռային անվադողերի, 5 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 68 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13698 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 208 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 390, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 17 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 89, ճամրակապված վարելու 2514, առանց մանկական նստատեղի քարսիթի 129, վարելու ընթացքում ծխելու 326, վարելի սեռախոսից օգտվելու 421, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 130, արագության գերազանցման 2477 եւ 4150 այլ իրավախախտում, 445 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի 983-ը տեխնիկական զննություն չանցած, 971-ը լուսարձակների անսարկությամբ, այդ թվում 51 բեռնատար, 209 թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, 594-ը առանց ձմեռային անվադողերի, 84 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։